Բարև ձեզ բարեկամներ, շարունակում ենք մեր ոդքասթը Պագրատի հետ, բարև Պագրատ։ Ողջույն։ Վստահաբար սկսելու ենք Եզրասի KGB-ի ագենտ լինելուց։ Հարցում էինք ուղարկել CVKM-ով ԱԱՑ Պատվալից։ Ու պատասխան եկավ, որ այո, 1986 թվականին Եզրաս Ներսիսյանը հավաքագրվել է Պակում, մինչև 1988 թվականը եղել է համագործակցել է KGB-ի հետ եւ ԱԱՑ-ն տվյալներ ունի, որ հիմա էլ նա համագործակցում է արդեն ռուսական, երրորդ երկրի ծառայության հետ, այդպիսի տվյալներ նրանք ունեն, բայց արձագանքը սպասում է, որ այսպեսին կլինի։ Բում եղավ քո կարծիքով։ Այդ ինֆորմացիա կապված։ Ինչ է կատարվում, չեղավ, չէ՞։ Մեծ հաշվով տենց արձագանք չեղավ։ Բայց ինչու չեղավ։ Դե որտեվ առաջին հերթին տենց ոչ մեկի համար դա նորություն չէր, դա հա փաստով հիմա դարձավ փաստարկված, բայց անսպասելի բան չէր, որ այս ինչու կատարվում։ Չէ, մեծ հաշվով տենց մի օր դա պետք էր հանրայինանալ։ Դե նայած այդ բումը մենք ումից էինք սպասում։ Ես գիտես ինչ եմ ասում, որովհետեւ մյուս պատճառն էլ է նա, որովհետեւ այդ բումանողով պետք է լիներ հասարակություն, լրատվ միջոցները, քաղաքասարակությունը, քաղաքական դաշտը, իսկ քաղաքական դաշտի առնվազն մի 60-70%-ը այդպիսի շահեր չունի։ Հակառակը արդարացնում են, որ ինչ ա եղել, որ մարդը հայրենիքին է ծառայում։ Հա, բայց նաև այդ անարձագանք թողելը ցանկացած փաստ ի վնաս իրանց աշխատում։ Ես չեմ հասկանում այդ նույն այդ բանավեճից խուսափելը հիմա տարբեր հարցեր են, որոնց որ պատասխանը հնարավոր է այդ պատասխանը տաս եւ վերջանա, միգուցե ասես ոչ, դա նենք սուտ է, հա, առանց դատարան դիմելու, դե հա հասկանալի է այտենց։ Չէ, բայց նայ, ասում ես չարձագանքել ավելի վատ է, նկատի ունես Եզրասին ու Կտրիչին։ Եզրասին, Կտրիչին ու իրենց փոխարեն իրենց բերնով, ուրիշի բերանով իրանք խոսում են ու այն KGB-ի մեթոդն են աշխատացնում են, որ մի քանի բաներ են արձագանքում։ Մեկը ասում է սուտա Civic-ի պատվալներում է այդ թուղթը ստեղծվել, մյուսը ասում է ԱԱՑ-ն բանը Նիկոլի հրահանգով ինչ որ թուղթ է տենց ուղակի գցել հայերենով, այն մյուսը ասում է հայերենով ուրեմն կեղծ է, այն մյուսը ասում է ամոթ ԱԱՑ-ը, այն մյուսը անլրջացնում է թեման, այն մյուսն ասում է թե հա ինչ անենք, որ իր հայրենիքն ա եղել, ծառայել է, նորմալ է հայրենասիրությունից դրդված է արել։ Հա, այն մի 5-րդն է ասում է բռնա, դե ճնշումն է ինչի դիմացել արել է, ինչ ա եղել, որ այդ ինչ է կնգի խեշ մարդու հետևից։ Չէ, դե հենց այդ ամենա տարածված եմ կարծիքով են էլ ես ինչքանով որ հետևել եմ այդ ամեն ինչին ու արձագանքներին ամենատարածվածը ես նկատել եմ որ հա տենց էլ պետքա լիներ ինչ կա դրա մեջ որ ման տենց նորմալ է լավ բան է լավ բանի համար է դա արվել դե եթե լավ բան է ուրեմն ինչու այդ KGB-ի ագենտ եղած մարդիկ անկախության տարիներին չեն հպարտացել որ գիտեք ես սովետի վախտով ես վերջի թվերին հատկապես բան եղել եմ KGB-ի գործակալ ապանը տանոսներ եմ ինձ պատկերացա այդ արձագանքը այդքան չէր անհանգստացնում ինչքան այն մարդկանց արձագանքով ովքեր որ տարիներ ի վեր տենց պայքարել են KGB-ի այդ ճնշվել են KGB-ի կողմից հա նայ էլի այլախոհ հրճակվել շանթը հա էլ ու այդ արձագանքը մյուսներն իրանց դարել էին բանը Ղարաբաղ կոմիտեի անդամներ էին, չէ՞, անկախականներ էին, իբր անկախության սիմվոլ, բան, հիմնադիր նախագահ, դուր չեք ասում։ Չէ, դե հենց այդ է հարցը, որ դե էլի տեղ սկսվում է այդ կոնսպիրոլոգիայի անվերջ ցիկլը, կամ դու դրան պետքա նայես, կամ պետքա ուղղակի պատկերացնես, որ ինչը որ տեղի է ունեցել Ազատություն ռադիոկայանի հետ որպես Արի դրան հիմա չանադառնանք, գիտես խի եմ ասում։ Բաժանենք մի հատ արձագանքները։ Այն արձագանքը, որ ասում են կեղծ է։ Ասում են Գեղամ Մանուկյանը ասում է, որ հայերենով է, ուրեմն կեղծ է, ուրեմն Civic-ի պատվալում է արտադրված այս թուղթը։ Ուրեմն դրան ամենալավագույնը պատասխանելա, որքան տարօրինակ է Միքայել Համբարձումյանը նախկին ԱԱՑ տնօրեն, որ ասում է թե եթե 2001 թվականին է այդ բլանկն է դա 2001 թվականին է կախնազերծվել դա, ապա կարող լիներ հայերենով։ Այսինքն դա դրա պատասխանն է, ինչու հայերեն։ Փակվում է այդ տարբերակը, որ դա Civic-ի պատվալում է, ամեն ինչը արվում։ Այդ մասով, մյուս մասով, որ բայց ես ուզում եմ հատկապես որովհետև այդ կեղծը գիտենք արդեն իրանք որ ինչ էլ ասում են բան արհեստական բանականություն Վարդանիկը կաշառկա վերցնում ասում են արհեստական բանականությամբ այդ զապիսը Բագրատը աբեկչական բաներ ան պլանավորում ասում են արհեստական բանականությունն է հետո պարզվում է
Հետո պարզվում է, որ բան է, տենց լավ էլ ճիշտ է, հələ մի բան էլ ավելի վատն է։ Ու տենց արհեստական բանականությունը, կեղծը Սիվիկի պատվալը չեղած եւ այլն, բայց հիմա անդառնանք այն մարդկանց, ովքեր ասում են, որ դա հայրենասիրական ուղումներից ելնելով է արվել ու շատ իր հայրենիքն ա եղել, KGB-ն իր հայրենիքի բանն է, անվտանգության ծառայությունը, պախիպտի չհամագործակցեր։ Դե հենց էտա ինչի պետքա չհամագործակցեր, դե նախ սկսենք նրանից, որ լավ գործնականում ես օրինակ չեմ պատկերացնում, միգուցե դու կարողանաս հարցին պատասխանես, բայց հոգեվորականը ԱԱՑ-ի հետ, նո ԱԱՑ-ի չէ, այսինքն ՊԱԿ-ի հետ, KGB-ի հետ ինչ պետքա համագործակցեր, ես դա եմ ուզում հասկանամ, ինչ պետքա տար, որ նորմալ լիներ, այսինքն ինչ որ վերաբերում է նորմալ լինելուն, այսինքն ի պետք նորմալ կլիներ, էլի ինչ որտեղ ընդունելի կլիներ, գիտես, երբ որ ինքը համարելով որ KGB-ն քիչ շատից իր հայրենիքի, հա, ներքին անվտանգությանն ապահովում կամ եւ այլ կամ չէ, ներքին չէ, արտաքին, որովհետեւ ներքին ակնհայտորեն Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի անկախությանը դեմ, այսինքն գաղութարարի բանա, հատուկ ծառայություն է, բայց ուրիշ բան որ թատրենք ինքը կասեր արևմուտքի դեմ է պայքարել KGB-ն, ինքն է նպաստել դրան։ Դա կլիներ այն ժամանակ, երբ որ եզրասը օրինակ, չգիտեմ, արևմտյան ինչ որ երկրում լիներ հոգեվորական ու KGB-ն վերբով կաներ իրան, հավաքագրեր, ասեր կծառայես խորհրդային միության համար դրսում։ Արևմուտքում կլինի խորհրդային սահմաններից դուրս, բայց այդ ժամանակ եզրասը եղել է Լենինգրադում, այսինքն Ռուսաստանի ներսում, այսինքն ինքը ում դեմ կամ ում օկտին պետքա։ Դե հենց էտա հարցը, ոչ թե հարցը, այլ արդեն դից կարելի է պատասխանը ենթադրել, որ միգուցե իրանք ոչ Հայաստանի համար են դա արել ու համարել որ դա նորմալ է, որ ոչ Հայաստանի շահերը սպասարկել, Հայաստանի դեմ ավելի եւ նաեւ դեմ։ Չէ, դե կարող է իրանց համար տենց օքեյ է եղել Հայաստանի սովետական միության կազմում լինելը, Հայաստանի անկախ չլինելը, իրան միգուցե դա նորմալ է եղել, միգուցե բնականաբար։ Դե հա, բայց հիմա չեն կարող, չէ՞ ասեն դա նաեւ Հայաստանի խաթրին է եղել։ Հա, բայց ասում եմ իմ համար օրինակ ամենացավալին է նա, որ այն մարդիկ, ովքեր որ այդ անկախության համար պայքարել են, որոնք որ այլախոհ են եղել, Հայաստանից աքսորվել են, բանդերում են հայտնվել ու տենց ծանր շատ դեպքերի մեջ են եղել, հիմա ասում են, հա ինչ, կամ սուտա, կամ մի խոսքով էլ այդ հերքման բանին են գնում։ Իսկ կարող է շատերը հերքում են, որովհետև մտավախություն ունեն, որ իրենց այդ թղթերն բլանկները կգաղտնազերծվի ու պարզվի որ իրենք էլ պակ գործակալ են եղել։ Գուցե։ Նայո, բայց թե ինչ մոտիվացիա պետք է ունենա դա չիմանալով հերքի, ասենք եզրասը չի արձագանքում, դու օրինակ կհերքես ինչ որ տես բան, եթե չգիտես։ Սկիպտի հերքես։ Սպասես գոնե եզրասը մի բան խոսա նոր չէ։ Չէ, դե դրանից բացի ուղակի դա այդ միավորների հավաքման լավ մի հատ միջոցառում է, ցանկացած իրադարձություն, որը որ կարելի է ինչ որ ձև պատտել իդեմ իշխանության, դա հիմա ձեռ է տալիս ցանկացած։ Չգիտեմ, դա որքանով իշխանության դեմ է, ասենք, եթե ենթադրենք իրենք ասեցին, որ սուտ է կամ հայրենիքի համար է արել, դա մեզ ինչ վնաս է հասցնում։ Դա ուղղակի արդարացնում է ընդդիմադիր, որովհետև դա եզրաս ընդդիմադիր քաղաքական գործիչ է այլևս, բայց իրանք իմ կարծիքով դե ոնց է ընդհանրապես ընտրությունների ժամանակ հիմնական շեշտը դրվում է ոչ թե քո հիմնական էլեկտորատի վրա, այլ այն մի որոշ հատվածի վրա, որը որ դեռ չի կողմնորոշվել։ Հիմա տնես տպավորության ոնց որ իրենք այդ քաղաքագիտական այդ նյուանսը չեն իմացել միջև հիմա, ու իրանք շարունակում են ուղակի տակ պահել իրենց էլեկտորատը ու ցանկացած բան անեն, որ գոնե իրանց չկորցնեն ու այն մնացած բայց իրանց մեջ էլ շատ մտածող մարդիկ կան, այդ էլեկտորատի մեջ էլ չեն հասկանում, որ ասենք ինչ է խոսում ժողովուրդ։ Ասենք ոնց կարելի է KGB-ին, ասենք հետ խորհուրդ այդ հատկապես այդ թվականների KGB-ն հետապնդել է, եթե ներքին բաներով ենք նայում, հետապնդել է այլախոհ հրճակված այն մարդկանց, ովքեր ազգայնական են եղել, ովքեր անկախական են եղել, Հայաստանի անկախության համար պայքարած մարդիկ, ազգայնական մարդիկ։ Հիմա այդ մարդկանց դեմ եզրասը ու եզրասի նմանները դանոսներ գրողներն են եղել։ Հիմա ոնց կարելի է դանոս գրողին Հայաստանի անկախության դեմ պայքարող այդ կառույցի ագենտներին ասել բանը հայրենիքի համար են արել։ Որովհետև ու մտածեն որ ողջամիտ մարդը կարող է հավատա կամ ասի հա դե այն շուկա որ ու համեմատել դա ԱԱՑ-ի հետ։ Ասենք ԱԱՑ-ն
Ինչ կապ ունի KGB-ի հետ այն իմաստով, որ այո, սա հայրենիքի ու պետության մեր ԱԱԾ-ն է, ցանկացած մարդ նորմալ է, թե համագործակցի ԱԱԾ-ի հետ ընդդեմ, չգիտեմ, երրորդ երկրի ներքին անվտանգության եւ այլն։ Բայց KGB-ն դրա համար գաղութարարինն է այնպես, որ իրանց համար դա հարթեցված է ու մի մակարդակի վրա դրված։ Այսինքն այն ժամանակվա ու իրանց որոշակի պերիոդում այդ ԱԱԾ-ն եղել է շարունակողը Ֆելիքս Ձերժինսկի գաղափարների եւ գործելավոճի եւ այդ ոնց էր կոչվում դա ինտերնացիոնալի ապահովման համար գործիք է եղել ու տենց օքեյ է եղել իրանց համար ենթադրաբար դե հաճախա չէ նույն այդ 004 շրջաբերականը որը էլի մեկ հերկվում է մեկ հաստատվում է մեկ AI-ը մեկ էլի մեկ կիսատա մեջ բերված լեգենդար Civic-ի պատվալը մի օր ինձ խնդրում եմ տար ցույց տալ այդ Civic-ի պատվալը երբեք ես չեմ եղել շատ հետաքրքիր է այդ նույն պրինցիպով երևի թե այս հարցն է քննարկվում որ այդ 004 շրջաբերականից շատ բան կարելի է հասկանալ եւ շատ բան կարելի է պատկերացնել այս իրավիճակի հետ կապված ու այդտենց շատ որ խորանասել ավելի շատ կարաս հասկանաս բայց դա կարիքն էլ չկա ասում եմ իմ համար այս իրավիճակում լրիվ հասկանալի է թե ինչի են այն մարդիկ ովքեր որ իրանց դիրքավորումով այդ Հայաստանը միութենական պետության մեջ որ հնարավոր է տեսնենք կամ այլ պետք է նստեմ ասում է Քոչյանը չի ասում պետք է նստենք մտածենք հիմա չեմ կարող ոտի վրա ասեմ իրանք դե գիտակցելով որ դա քննարկման ենթակա հանրության մեծամասնությանը դա դուրեկան չի լինելու իրանք անընդհատ խուսափում են բայց իրանք չեն էլ կարողանում դիրքորոշում հայտնեն որ չէ մենք դեմ ենք դրան պետք է ինչ որ այդ կրակը տենց ասած մարմանդ կրակը պահել որ միշտ տենց բանի մեջ լինի ինտրիգի մեջ լինի ու ասում եմ այդ հատվածի համար քաղաքական դաշտի օքեյ է իմ համար որ իրանք տենց են արձագանքում բայց այն մարդիկ ովքեր որ KGB-ի դեմ են պայքարել որտեվ KGB-ն նաև եղել է սովետական մեքենայի շարժիչ գլխավոր ուժերից մեկը ինչ խոսք ու այդ ամեն ինչը ճնշման հիմնական գործիքն է եղել հենց մենակ ճնշման գործիքը եղել էլի մեծ հաշվով ու այդ մարդիկ ովքեր որ նաև դուժել են պայքարել են եւ այլն իրանց կողմից դա արդարացնելը կամ փորձել հավասարացնել ԱԱԾ-ն եւ KGB-ն իմ համար դե նույնն է եթե տենց հայնազնավ Պասկևիչյանին էի ուզում անել բայց հիմա հետո կանադալու իրան է այդ թվում նայ եթե տենց այդ տրամաբանությամբ գնանք ուրեմն Օսմանյան կայսրության ժամանակ երբ որ Հայաստանը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր այդ ժամանակվա Օսմանյան հատուկ ծառայությանը ծառայած հայ ագենտները փաստորեն հայնասիրական մղումներից են դա իրենց հայնիկն է եղել գաղութարար չի նույն բանն է ոնց սովետն է գաղութացրել Հայաստանը անկախությունից զրկել Հայաստանին 1920 թվականին այտենց էլ Օսմանյան կայսրության փաստորեն հատուկ ծառայություններին ծառայած ագենտները փաստորեն հայնասիրական մղումներով են դա արել կամ որ Նժդեհին բանտարկած ի վերջո բանտում սպանած ռուսական այդ հատուկ ծառայությանը ծառայություններ մատուցած հայ ագենտները փաստորեն հայնիկի համար են արել Նժդեհին հայնիկի հանուն հայնիկի են բանտարկել այդ հայնասիրական մղումներից են Նժդեհի հետ կապված մի հատ sense այլ ուրիշ թեմա է տենց չեմ հետո է չեն կներես հետո է չեն թողել մարդուն թաղեն Հայաստանում 90-ին մաս տարբեր տեղեր անկախությունից հետո նոր Խոստուփում մի հատվածը կա մի հատվածը Վլադիմիր քաղաքում է եւ այլն Վլադիմիրում է չէ՞ մահաց Վլադիմիրը բանտում Եթե չեմ սխալվում, հենց այդ Վլադիմիրսկի ցենտրալ կոչվող բանտն է, եթե չեմ սխալվում, բայց այստեղ մի հատ ուրիշ բանի մասն եմ։ Դու տես Նժդեի մասին ասում ես, որպես այդ ԱԱԾ-ի կներեք, KGB-ի ռուսական գլխավոր զոհերից մեկը Հայաստանի ու դեռ չեն ուզում անդրադառնամ այն մարդկանց, ովքեր որ այդ գործիքակազմն էլ Սիբիր ուղարկելու, արտաքսելու, աքսորելու տանջամահանելու եւ այդ ամեն process-ը կազմակերպել է KGB-ի կողմից, դա հələ թողնում ենք դա եղել է 20-րդ դարի ամենասկզբում, դրա մասին հələ չենք էլ անդրադառնում, բայց դա էլ է կարևոր։ Բայց Նժդեհի 50-ականներին է, 52-ին, բայց միջև Նժդեն էլ շատ են, չէ՞։ 37 թվի մասին չասենք, չանները չասենք, որտեվ երկար է, բայց իրազեկ քաղաքացիների միավորումը հենց ունի
ցուցակ հենց YouTube-յան վիդեո ունի, որտեղ որ ասում է, թե այդ ժամանակաշրջանում որ հայը ինչ պատճառով ըստ եւ ինչպես տանոսներով, այո, հասել բաղով այդ տանոսը տվել եւ այլն, եզրասի նմանները, այո, բայց չէ, դու ուղակի բան ես, ազգադավ եւ ապազգային մարդ ես եւ դա չես հասկանում, իրանք են մենակ հասկանում։ Եթե դու հիմա չես հասկանում, ես հիմա Պասկևիչյանին եմ ուզում անդառնալ, ուղղակի խայտարակություն է սրա գրած։ Այս Պասկևիչյանը այնտենց հակ համակիր, լևոնական, իր այտենց իդեոլոգիան, հիմնադիր նախագահ, բան Հայաստան, Հանրապետություն եւ ասում է մի բան ենթադրենք, որ սա իրական փաստաթուղթ է եւ հետո ինչ, զարմանում է, ասում է նշված անունով մարդը պետական բարձր պաշտոն է զբաղեցնում, ուժային կառույցում է աշխատում, ազդեցիկ հասարակական գործիչ է, ոնց որ օրինակ Դանիել Լեոնիսյանը, ասում է եզրասի մասն խոսում ես, մարդը գուցե չի դիմացել ճնշումներին, հավաքագրվել է։ Այդպես սովետի տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքագրվել, իսկ այս թուղթը ձեռներն առած տրենգի տվողներ ի պաշտոնն է, ինչ է կարել KGB-ի անասնական վարկն ու պարկը բացահայտելու, մերկացնելու դրան արժանի գնահատական տալու ուղղությամբ։ Այսինքն մարդը պնդում է, որ այո, սովետական KGB-ն ճնշել է մարդկանց, հավաքագրել այդպիսով անասնական վարկ ու բարք է դրսևորել, հետևաբար ու հիմա պնդում է, որ մարդը կարող է չի դիմացել ճնշումներին, հավաքագրվել է։ Լավ, այսինքն կարող ենք ենթադրենք պարոն Պասկևիչյան, որ գուցե դուք էլ այդ անասնական վարկ ու բարքով այդ կառույցի ճնշումներին չեք դիմացել, հավաքագրվել եք, դրա համար եք հիմա արդարացնում եզրասի հավաքագրումը։ Չէ, դե նույն տրամաբանությամբ։ Չէ, բայց կարանք չէ, այտենց ողջամիտ կասկած առաջանա մեր մեջ։ Ճնշումներին դիմանալը դա պատասխանատվություն է, ու եթե դու այդ ճնշումներին չես դիմանում, ուրեմն դու ինչ որ սխալ ուղի ես ընտրել, եթե դու չես դիմանում, հա, ասենք հիմա չար ուժի հետ, որը որ վնաս է տալիս քո ժողովրդին, քո մտավորականությանը, քո երկրին եւ այդպես շարունակ, բա դու գաղութացնում է, պահում է քեզ անկախությունից ձեռ կացա պահում։ Դիմանալ ճնշումներին եւ համագործակցել է դա ստացվում, թե չի դիմացե ճնշումներին ու ինչ է արել։ Համագործակցության ես այդ մեխանիզմը հավաքագրվել է ու ինչ է արել։ Նենց ներսից փորձել է քանդի այդ բանը։ Ակնհայտ է, չէ, որ ծառայել է ու ներքին ծառայություն է մատուցել, այսինքն նենց չի, որ արևմուտքի դեմ է աշխատել։ Հա, արևմուտքի եւ նաեւ Հայաստանի դեմ է աշխատել, այսինքն դե բանի հիմա ասենք որ այդ խոսակցությունը որ շատ է էլի շահարկվում, որ դե անցած մեր հաղորդման ժամանակ էլ ես դրա մասին ուզում էի խոսալ, բայց դա ամեն անգամ ոնց որ թողում ենք, բայց ամեն անգամ մենք անդրադառնում ենք ինչ որ չափով, որ այդ սովետական Հայաստանի այդ երկրորդ հանրապետության գործոնը քիչ է քննարկվում։ Ես օրինակ իմ պատկերացմով դրա պակասը կա, որ մի հատ հստակ ներկայացվի գնահատական չի տվել քաղաքական։ Այդ 70 տարին ոնց է եղել, հիմա ամեն ձև որ օրինակ նույն վարչապետի անդրադարձը ինչ մի հատ մեծ ռեզոնանս առաջացրեց, ինչ որ վերաբերում է որ ինչի էր այդ ժամանակաշրջանում պատմությունը գրվել եւ իրենց եւ ռուսական հայացքով է գրվել, այսինքն ոչ թե ռուսական նույնիսկ այլ կայսերական հայացքով է գրվել։ Ու այդ ինչ որ տենց փոքրիկ էպիզոդիկ անդրադարձերը սարսափելի այսպես մի հատ ալիք են առաջացնում։ Եվ վարչապետն է մի ելույթ ունի ամիսներ առաջ, որ կակրազես հոգեվորականների թեմայով նաև հոգեվորական են դիմությանը դիմում է ամբիոնից, ասում է ձեր նպատակն էլ այն է, որ գնաք ու երրորդ երկրում ստեյզան տենց ասում, երրորդ երկրում թեմակալ առաջնորդներ լինեք, խունկ ծխեք։ Այո, հիշում եմ դա։ Դե հենց դրա մասն է, որ ամեն անգամ փորձերը անդրադառնալ ոնց է եղել ընդհանրապես դա։ Մեր պատմությունը ոնց է գրվել, ում հայացքով մեծ ցունամի է առաջացնում ու իմ մոտ նես տպավորությունն է, որ հենց այդ թեման գլխավոր թրիգերն է ու ուրիշ թեմաներին իրան կարող է տենց չարձագանքեն, ինչքան որ արձագանքում են սովետական Հայաստանի պատմությանը, գործելավոճին եւ այդպես շարունակ ու նույն օրինակ ես օրինակ դաշնակցությանը պատկերացնում էի հենց սովետական միությանը դեմ կռվող մի հատ տենց լուրջ կառույց,
բայց ես օրինակ բայց հետո պարզվեց, որ դաշնակցության կազմում բարձր վերնախավում բազմաթիվ ագենտներ ան ներդրել KGB-ն, վերբով կար, այ հավաքագրել ճնշումներով։ Հա, դե երևի իրանք է ճնշմանը չեն դիմացել ու միացել են ու բայց գաղափարությունը եւ KGB-ի նախկին սպայ է ասել, ինձ չի որ պետ է։ Բայց հա, ամեն անգամ այդ թեման աժում շոշափվելուց միշտ ինչ որ բանի է գնում, տենց չլսելու են տալիս այդ թեման, բայց ուստեղ ուրիշ բան եմ ես ուզում ասեմ, որ եթե դուք շարունակում եք, այսինքն եթե դուք եղել եք այլախոհ, դաշնակցականները ճնշվել են սովետական միության ժամանակ եւ այլն եւ այդպես շարունակ, բա հիմա դուք ինչի մի հատ չեք հայտարարում, որ այդ երկրորդ հանրապետությունը պետքա չլիներ, ինքը երկրորդ հանրապետություն պետքա չհամարվի։ Կամ փաստորեն եզրացնելա մեր դեմ գործել։ Հիմա ո՞նց եք դուք երնում եզրոս պաշտպանում ան։ Ու բայց եզրասը, որ ասում ենք չի արձագանքել, ըստ էության արձագանքել է տերասողիկի շուրթերով։ Տերասողիկը գերլատտագիտությունը եւ պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենա, արգելի պաշտոնյաներ։ Բավ է, խելքի հաշեցեք։ Գնացեք եւ զրուցեցեք ցանկացած པարզ արխիվագետ պատմաբանի հետ, գնացեք արխիվներ ուսումնասիրեցեք, որպեսզի ձեզ համար པարզ լինի, թե խորհրդային իրականությունում ինչ ասել է լինել KGB-ի գործակալ։ Միայն այն, որ այդ պետական մարմինն իրականացրել է հայոց հայրենիքի անվտանգությունը եւ հայ ժողովրդի պետական, հասարակական, քաղաքական ու հոգեվոր պահպանությունը ու պաշտպանությունը բավարար է տեսնելու ձեր մտադրության ու արարքի սնանկությունը։ Այսինքն եզրասը հայրենիքի անվտանգությունը եւ հայ պետական հասարակական քաղաքականները պաշտպանելու համար մտել է KGB-ի գործակալ է դարձել։ Այսինքն մարդը ոչ միայն բանը, այլ արդարացնում է։ Ասում եմ, որ եզրասը հայրենիքի պաշտպանության համար համագործակցել է KGB-ի հետ, ինչ է խառնվել իրա, որ մի քիչ է թող KGB-ի ագենտ լինի, այ քեզ բան։ Մեծ հաշվով այդպես մեկնաբանելու բանել եւ գիտես որ է մարազմա այդ հակի համակիրների բանը արձագանք հələ ասենք դաշնակցությունից ես ուրիշ բան չի ես սպասում էլի չնայած հակից են արդեն վաղուց որևէ նորմալ բան չեմ սպասում բայց անընդհատ պետքա մատնանշեն որ սրանք ասենք հիմնադիր նախագահը բան չգիտեմ անկախության սիմվոլ չէ մյուսը այդպես սիմվոլներ ունենք անկախության բան որ յանի անկախականներն եղել բան հերթով տարակում են ինչ հիմնադիր նախագահ ասենք փոխանակ դուք առաջինը բանալ եք որ դուք Լևոն Տեր-Պետրոսյանին այդ թվականներին դրանից հետո ձերբակալի տարել են KGB-ի պատվալ են նստեցրել են այսինքն հիմա հայնիկի համար են արել կարող է ճիշտ են արել պարոն նախագահ կարող է բաց չթողնեին ընդհանրապես ճիշտ է տակլներ հայնիկի համար դա կլիներ հիմա բռնել է ճիշտ է բաստոնները վերջը հասկանանք էլի հիմա KGB-ն լավն է թե վատն է հիմա հասկանանք KGB-ն եղել է անկախականներին ճնշող խոսեմ այլախոհներին ճնշող գործիք թե հայրենիքի պաշտպանության բան Հայաստանի պաշտպանության ինչ որ կառույց դե հենց այդ ամեն ինչը այդ հարցի պատասխանները ես իհարկե երիտասարդ սերնդի ներկայացուցիչ եմ 99 թվականին եմ ծնվել ու հա օքեյ է որ տենց բայց ամեն դեպքում ես որպես ինչ որ քաղաքականությամբ փոքրուց հետաքրքրված մարդ ես միշտ ուզեցել եմ դիրքորոշում հասկանամ Հայաստանի այդ ես դեպի փաստացի երեխա եմ եղել երկու նախագահների շրջանում թե Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ես այդ ընթացքում դասագրքերում չեմ հիշում որ ներկայացվի հիմա վերջը դա լավ էր թե վատ էր սովետական միությունը սովետական Հայաստանը առասարակ չէ բայց օթում թեվածում էր որ լավ բան էր հա վատն է հիմա կուտվեր բան էլ այտենց եթե դա չլիներ մենք ընդհանրապես չենք այդ էլ կլիներ բայց օրինակ Բալթյան երկրներում հստակ այդ դիրքորոշումը ընդունվում է որպես օկուպացիա այո Ուկրաինայում դա բերում էր այտենց սարսափելի պրոբլեմներ գիտես խի այտենց աղճատված մեր պատկերացումները որովհետև կիսատ են ներկայացնում մեր պատմությունը հիմա նայի ասում են կիսատը 20%-ով հա ասում են խորհրդային միության շնորհիվ 10,000-ի փոխարեն ունեցանք 30,000 քառակուսի կիլոմետր Հայաստան կնեք էլի բայց այդ խի այդտեղից սկսում պատմությունը այնտեղից չեք սկսում որ օրինակ երբ որ Հայաստան առաջին հանրապետությունը պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ կրվում էր թուրքական ճակատում այն մյուս կողմից է բոլշևիկներն էին հարձակվել ջլատված էին պայքարում ու մի հատ երկու ֆրոնտով էր կրվում Նժդե բաում դեմ էր կրվում Նժդե ժողովուրդ հեսա Նժդեին կամ Նժդե Սյունիքում ում դեմ էր կրվում թուրքերի չէ ժողովուրդ ջան ռուսների ռուս բոլշևիկների ու մեկը գիտես ինչ է որ բոլշևիկ չեն ասում Ռուսաստան ոնց որ իմասին Եդինայա Ռոսիայի դեմ է կրվում Ուկրաինան լուրջ եք ասում չէ դե բայց ֆիլմում է որ ասոցիացիան չգնա Ռուսաստանի վրա էլի բայց դու գիշես այդ ֆիլմում էլ Գարեգին Նժդե ֆիլմը չէ որ նկարվել էր տեղ անդրադարձ կա էլի պրինցիպի չէ ես նայել եմ
անդրադարձ կա, որ դա արվել է ոնց հայրան պահել KGB-ն, որ այդ Սյունիքի մարզում տեղի ունեցող այդ ամեն ինչը Լեռնահայաստանը հռչակված ինչին է դեմ եղել, իր ապրումները Հայաստանի այդ սովետականացման հետ կապված։ Կներես, չեմ ասում, որ հենց ցարական Ռուսաստան, չէ, Ռուսաստանը, արդեն բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային, Ատաթուրքին աջակցել է զենքով, փողով ու որպեսզի այդ ընթացքում հարձակվի Հայաստանի վրա։ Այսինքն ու հիմա Ռուսաստանի շնորհիվ ենք, հա։ Մենք 30000 քառակուսի կիլոմետր դարձել, լուրջ եք ասում։ Հա, դե հենց այդ է հարցը, որ այդ ասում եմ, այդ ֆիլմում անդրադարձը կա, բայց ես մենակ այդ ֆիլմն եմ հիշում, որտեղ որ հստակ ներկայացվել է այդ դերը իր որպես ոչ միայն նշդեի Հայաստանի, այդ դեռ փաստացի բարդ է, եթե դու տենց պատմաբան չես, եթե էնտուզիաստ չես, որ մտնես խորանաս այդ ամեն ինչի մեջ, դու չես իմանա։ Բայց դպրոցի դասագրքերում մենք չենք անցել։ Հետո եմ իմացել, որ Ռուսաստանի օժանդակությամբ, օրինակ եթե Ռուսաստանի օժանդակությունը չլներ Թուրքիային, Ատաթուրքին, շատ մեծ հավանականությամբ Կարսնը կպահվեր, Սուրմալուն էլ Ալեքսանդրոպոլը չէին հասնի, չէին գրավի, ասենք ու հիմա ասում են, որ բանը, գիտեք, ռուսները եկան, կամ իր բանակն եկավ փրկեց։ Լուրջ եք ասում։ Դե հենց այդ գնահատականը կարծում եմ։ Այլ լրիվ այդ պատմությունն է, որ իրանք մեր գլխին շինում են, կներեք արտահայտության, հետո գալի փրկում են։ Տես փրկիչներ տենց են, չէ՞, միշտ հիմա էլ են ասում, եկեք բանը գնանք որտերը, որ հետո գա փրկի։ Հա, դե ամբողջ այդ երազանքն է մեծ հաշվով։ Այս անգամ չփրկեցին, դա էլ չարեցին։ Դե երևի բարին էլ դա երևի որ տենց տեսել ենք այդ փրկության հետևանքները ինչ է եղել, դրա համար մի խոսքով այս թեման կարելի է երկար շարունակել ու տենց կարելի է անդրադառնալ նաև այդ սովետական Հայաստանի ընդհանրապես նիստուկացին եւ այլն եւ այդպես նիստուկացին չէ, բայց ռոմանտիզացիան այդ իմ համար հենց այդ խնդիրը, որ ամեն ինչը ռոմանտիզացվում է ու մեջից այդ գործող Նետենց խոսք կա, չէ, ասում են բանը, չլներ Սովետը, չլինի Արամ Խաչատրյանը, չլինի Պողոս Պետրոսյանը, Փիլիպոս Փիլիպոսյանը։ Դա եթե չեմ սխալվում, ով է ասել, որ եթե անկախ Հայաստանի Հանրապետությունը 1918-ից հետո գոյատևեր մինչ այսօր, այդ մեր ողջ ձեռքբերումները, որ Սովետի ժամանակ օրինակ ունեցել ենք, դրանից ավելի լավն էլ չէինք ունենա, ասենք ինչի բերում պետքա չունենայինք։ Խիպտի չունենայինք։ Դե հենց դա այստեղ խնդիրը նա որ Սովետը չաջակցեր Թուրքիային, Սովետը մեր վրա չհարձակվեր Սյունիքի կողմից, ինչի պետքա մենք այդ ձեռքբերումները չունենայինք, էլի։ Դե պատմությունը այդ ռևերսի տակ նայել բարդ է, որովհետեւ եթե սենց լիներ ոնց կլիներ, բայց ամեն այլընտրանքային պատմությունը դժվար է բանալ, բայց հա լավ բաները իհարկե հա այտենց կարելի է այդ որ good vibes հելմետ նայիր, Սովետի մեջ չեղած պետությունները թվականներին ուր են հասել, մենք ուր ենք եղել։ Այդքի մենք չէինք կարելի լինեինք ավելի զարգացած, ավելի լավ պետություն, ավելի հաջող պետություն, որ դե որտեվ մենք զատո մեր այդ ազգային արժեքները պահել ենք դրանով, եթե մենք չլինենք Սովետի կազմում, մեզ կգային եվրոպական բաները կուտեին, արժեքները կուտեին ու մենք կդառնայինք, չգիտեմ, նորմալ պետություն։ Դե այդ մեր Ոչ թե երկաթե զանավես վարագույրներից ներս ինչ-որ։ Դե հենց այդ է հարցը, որ եթե խոսքը գնում է մշակույթի մասին, մշակույթը տենց օթից չի գալիս, էլի, հա, տաղանդավոր մարդիկ կան, բայց եթե այդ երկաթե վարակույրը, որ փակել էր Հայաստանը եւ ընդհանրապես սոցիալիստական բլոկը ամբողջ աշխարհից ու մարդիկ ինչ որ մի կերպ փորձում էին օրինակ Beatles-ը մարդիկ մտածում էին, որ իրանք լավ են ապրում, չէ, այգնես ինչ լավ է լավ։ Հիմա որ ասում են Սովետ մեր տարածքներ ունեն, չէ, այդ նոստալգիան Սովետի նկատմամբ ասում են մարդավարի ապրում էին բան։ Հիմա որ դու իրանք ապրելը համեմատում ես քո ապրելու հետ, դու հասկանում ես, որ իրանք միջին ապրածից Համիկվա միջին ապրողները ավելի լավ են ապրում։ Բայց մարդիկ մտածում են, որ իրանք ավելի լավ են ապրել։ Ինչի՞։ Որովհետև կողքերը համատարած իրանք նման են ապրել։ Միջակ, իրանք կամ վատ։ Հիմա որ տեսնում են շատ լավ ապրողներ չեն եղել ուղակի։ Այսինքն, ինչ դուք օգտվել։ Դե հիմա նայ կոմունիզմը ինչ է համարվում։ Համարվում է, որ բոլորը հավասար են, բայց կային ավելի հավասարներ, էլի։ Բայց դա տենց երևացող չէր ոնց որ հիմա սոցիալական ցանցերով ես դու տեսնում լավ ապրողներ, աշխարհի մակարդակով ես տեսնում դու լավ ապրողներ ու քո ապրելը համեմատում ես իրենց հետ, ասում ես լավ չեմ ապրում։ Բայց հələ համեմատի մտ Սովետի միջին վիճակագրական ապրողի հետ, մարդու հետ։ Դե հենց այդ է հարցը, որ այդ
լավ լինելը նայած ինչով էր պայմանավորված։ Ինչի հետ է համեմատում։ Հենց դա դրել են տենց մի հատ ստանդարտներ, որը որ հիմա այս հենց ապրելը լավ է, ու այն ժամանակ էլ եղել են տենց ստանդարտներ, ու այսպես ապրելը լավ է, բայց այդ արդյոք այդ հարցը հիմա Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներն են, չէ՞, կարծում են լավ են ապրում։ Դե ենթադրաբար ինչ որ մարդիկ կան, ովքեր որ տենց չեն կարծում, բայց դրա մասին ոչ մեկ չգիտի։ Բայց եթե չեմ սխալվում, Ելցինը իր ինքնակենսագրականում գրել էր, որ ինքը առաջին անգամ Ամերիկա էր գնացել, սուպերմարկետեր, սովորական ամենասուպերմարկետներ մտել, եթե չեմ սխալվում, սկսել է լացել, որտեվ այդքան բազմազանություն ապրանքների, ասել է, «Էս ինչ է»։ Գնացին դերից ինչ տեսել, բերել, ասենք պլոմբեր մարոժնի, որ ասում են պլոմբեր, գնացեք, ասեմ Ամերիկայից թե Գերմանիայից են բերել, տեսել համովա, ինքը բերել են, ավտոները, ամեն ինչ, ամեն ինչ դերից են կոպի արել։ Զենքն է եղել, զենք, դե դրա համար շարունակվել ու տենց հիմա է դրա վրա են, էլի։ Արդյունաբերության հիմքը դնում են զենքը, բայց դա էլ է հակառակը ապացուցվում, հիմա տենց իրավահաջորդի մոտ, բայց այդ զենքով իրանք հենց այդ կյանքը հանել են մարդկանց մեջից, թողել են մենակ այդ տենց մեռնելը, պայքարելը եւ արունակամ լինելով միտեղ զատո, այ տենում եք մենք այնց չենք պահում մեզ, ոնց որ ընդ են պահում, տենց չի դեմ։ Ես օրինակ իմ համար հարց է եղել այդ երաշտության արգելքը, արևմտյան երաշտության արգելքը, Beatles-ը ինչ պետք է տար, որ փչացներ մարդկանց, էլի։ Ազատության զգացողություն, ցանկություն, բայց քանի որ ազատության մասին դու բան արեցիր, անդրադառնանք ու փակենք այս թեման երևի, կարծում եմ ազատության թեման առհասարակ պետք է փակել, որտեղ հա, լրիվ համաձայն եմ, ես վերջին անգամ եմ երևի, եթե այտենց ինչ որ շատ բաներ չլինի, որովհետեւ նայ Այս այն թեման էր, որ ազատությունը լոգիկայի պետք է որ ինքը տենց ասենք տարածեր, արծարծեր կամ ասենք գոնե հավասարաչափ էլի որ գնացեք դες ինչ են արել։ Տեսել են այս Պասկևիչյանի գրառումը, այս ողոմելի գրառումը, գնացել են, ասենք միակոմանի, այդ մի մարդուն բռնել են, այդ մի մարդու վրով ռեպորտաժ են սարքի, մի քանի րոպեանոց, մի 6-7 րոպեանոց ռեպորտաժ է, որտեղ մենակ այդ մարդը դες մենախոսում է։ Ու իր այդ ցնդաբանությունները բանանում, լրագրողն է տես այո, տես ու իրանք լուրջ դեմքով դա տարածել են որպես բան այդ թեմային վերաբերող։ Մյուս թեմային վերաբերող ռեպորտաժներ Միքայել Համբարձումյանն է նախկին տնօրեն, որը էլի ասում է, որ հա ինչ անենք, իր հայրենիքի համար է արել ու այդ է եղել, այդ իրանց ռեպորտաժն է սարքացավ։ Ում են լսել, հստակ Եվ 5-րդ տարիքում կարող է տեսնենք թե իշխանությունից կամ հակառակ թևից ինչ են ասում, բայց ազատությունում չտեսնենք։ Դե հենց այդ է հարցը, որ ուղղակի կարծում եմ ազատությունը պետք է այտենց մտովի փակել մեր համար ազատության էջը, ազատություն էլ չանվանել ազատություն, ինչ որ մի հատ X անուն է պետք դնել իրանց, չազատություն, մեր ձևով ազատություն, մեր ձևով չեն, ուրիշ է։ Հա որ կարծում ես։ Դե քանի որ հաշվի առնելով այն որ համագործակցություն է սկսվում մեր ձևով այդ ցախնդի մադիշ դաշտը գնում Սամվել Կարապետյանի ներողություն կթելու աղը գիտես որոնք ուզում են հերթական անգամ բուրժուա դեմոկրատական հեղափոխություն անեն Հայաստանում էլ չգիտեմ որ ասենք ժողովուրդ այս անգամ ժողովուրդը կարելի համապատասխան եզույթ օգտագործել ու կպամփի դիտես բան ռետրո քաղաքականությամբ հետաքրքրող ռետրո բան այդ իմ երևի առաջին այդ շրջանը 2014 13-ին բանն էր բարևափոխություններ չէ հետո դրանից հետո ոնց որ 1 տարի հետո հա տենց 13-ին ինչ որ մի շրջաններ աշուններ ենթադրաբար այդ ամեն ինչ որ սկսեց տենց այդ իմ առաջին բանն էր ծանոթություններ քաղաքականության հետ ու տենց դե հələ տենց Facebook-ը առանձնապես ակտիվ չէր, տենց չի հասկանում, տենց բառ արդեն 6 անգամ ակտիվ էր ահագին ակտիվ էր, ես հիշում լավ ակտիվ էին Facebook-ը։ Իմ հիշելով հենց 13 թվականի նախագահական ընտրությունից սկսվեց Facebook-յան ակտիվիզմը, հենց Facebook-ում ու հետո այդ բուրժուա դեմոկրատական հեղափոխության տապալված փորձն էլ դարավ տենց կուլմինացիան։ Հիմա էլ բանին Սամվել Նարեկ Կարապետյանին են սրտիկում բաները, հակի հատվածը տենց հակված են սրտիկել շատ ողոմելի տեսարան է։ Արդեն իրանք թող այդ դրա տակից դուրս գա։ Հա, անցնենք առաջ։ Հա, ես ազատությանը անդրադարձանք, բայց հանրայինի եթերում հանրային քննարկում էր շաբաթ օրը, որտեղ որ հրավիրել էին արվեստագետների, այտենց անձանց չանդրադառնանք ում էին հրավիրել, բայց 4 արվեստագետեր, որոնցից 2-ը ներկայանում էին որպես ավելի չեմ ասի պրոիշխանական, բայց ավելի այտենց ոչ կտրուկ հայացքներ ունեցող, եւ եւս 2-ը
տենց ընդդիմադիր եւ եզրասապաշտպան։ Հա, քննարկումը ընդհանրապես եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններ եւ եզրասի KGB-ի ագենտ լինելու։ Հա, դա տենց դրան քիչ անդրադարձան առանձնապես, չնայած որ անդրադարձան ու ես ուզում եմ մի բանաստեղծուհու անդրադառնալ, որտեղ հիմնական դերն էր խաղում ու տենց հիմնական խայտարակություններ։ Հա, ու ես դրա իր խոսույթով հասկանում եմ ընդդիմության, մեծամասնության տեսակետը եւ պատկերացումները ինչա կատարվում։ Նու ինչ որ քննարկեցինք մենք այստեղ, որ նորմալ է լինել KGB-ի գործակալ, դե հիմա այտենց է եղել, այդ մտքերը արտաբերում էր ինքը։ Ավելի ծանր վիճակում է ամեն ինչը, որովհետեւ դե իրանից սпасելի է։ Դե հա, բայց այստեղ նա քննարկվում է, որ հաղորդավարին, որ բանը քննարկումը վարում էր, հարցնում են այդ Արինե Պետրոսյան։ Ասում է դուք երիտասարդ եք, դուք չեք հիշի, բայց այդ ընթացքն է 86-88 թիվ մի խոսքով տենց ԱԾ-ի ամենախմացը եմ ասում, որտեվ հայ տենց KGB-ի հետ համագործակցելը նորմալ է եղել։ Տենց արվեստագետը պետքա աշխատեր KGB-ի հետ ու տենց ամեն անգամ փորձում էր տենց ներկայացնել, հա, կարող է ինքն աշխատել։ Դե հենց այդ է, հենց որ հարցը հաղորդավարը հարցրեց դուք աշխատել եք KGB-ի հետ, ասեց, չէ, ես այդ ժամանակ բան չեմ եղել, չէ, հենց դա հələ չի սկսվել իմ կարիերան ու ինչին ի պատասխան հաղորդավարը հարցնում ասում է իսկ եթե հնարավորություն լիներ կաշխատեիք, սկզբում տենց ռեակցիա չի տալիս, հետո նոր հասկանում է որ բայց պետք է արձագանքել երևի, ու տենց շատ կտրուկ որ հիմա դուք ինձ վիրավորում եք, բա, ասում եմ ինչով եմ վիրավորում, ասում եմ հարցնում եմ, ասում եմ կարձագանքեք, ես չեմ հասկանում դուք կատակ եք անում, թե մի խոսքով էլի ինքը սկզբում տենց մոռացել էր որ ինքը բանից է, այդ պաշտպանողների խմբից է, որոնք որ փորձում էին պաշտպանեին, որ նորմալ KGB-ի հետ համագործակցելը, ու տենց մի հատ կիքս էր, որ դե հա հիմա տենց եթերային կարողա նկարահանվում է, հիմա մենք էլ ենք առանց ոչ մի edit-ի էս ամեն ինչ նկարում, կարողա մենք էլ ինչ-որ բան ասենք, որը որ տենց այդ պահին տենց դուրս գար, բայց չէ, ինքը հետո սկսեց շարունակել ու հարցեր, ուրիշ հարց էին քննարկում արդեն հոգևորականների քաղաքականացված լինելը, նորմալ է, որ հոգևորականները քաղաքականությամբ են զբաղվում եւ այդ թեման էր շոշափվում ու ինչին ի պատասխան ինքը ասեց, որ Բագրատ եւ Միքայել Սրբազանները մտել են քաղաքականություն, որովհետեւ կործանվում էր Հայաստանը։ Նա արդեն տխմացություններ։ Չէ, դու գագաթնակետին հələ դեռ չենք ասել պատկերացրել, մի քիչ խնդրում եմ նյարդերը տամուր պահիր, որովհետեւ հիմա լինելու է մի հատ ավելի տենց դարակազմիկ միտք։ Ասում եմ Հայաստանը կործանվում էր ու իրանք պետքա ամեն մեթոդ օգտագործեին դա կանգնեցնելու համար։ Նախ հաղորդավարը հարցում է ինչով էր կործանվում ու դա ընդդիմության ամենասիրած պատասխանը եղավ դուք չեք տեսնում ասում եմ չէ չեմ տեսնում ես ես վերջերս մի հատ տենց բանավեճ եմ ունեցել Ռուսաստանում բնակվող տենց ծանոթ մարդու հետ որ ասում էր լավ մի հատ դրան հետո կանդրադառնանք դուք չեք տեսնում ասում եմ չէ չեմ տեսնում ինչ խնդիր կա ինչով էր կործանվում որ պետք էր իրանք երկուսով խառնվեին ու ստոպ տային այդ ամեն ինչը ամեն հնարավոր եղանակով հա ամեն հնարավոր եղանակով ու ասում եմ դե դուք չեք տեսնում դուք ինձ լավ գիտեք ինչի է կործանվում որովհետև երկրի ղեկավարը չի առաջնորդվում Հայաստանի թուրք-ադրբեջանական այդեն շահերով եւ այլն էս կոմենկոմ ասում եմ լավ այդ դեպքում նույնիսկ ահաբեկչությունն է ձեր համար նորմալ եւ այդ ահաբեկչությունը անելը կարա այդ գինը լինի որ պետք է այդ կործանումը կանգնեցնել ասում եմ հա ասում եմ ես ուզում եմ հասկանամ ուրեմն դուք արդարացնում եք ահաբեկչությունը ասում եմ այո արդարացնում եմ ասեց ավելին չէ ես սպասում Մարինե Պետրոսյանից ու վերջանում է դրանով անցնում են հաջորդ ներկայացուցին մշակութաբանների կամ արվեստագետների եւ վերադառնում է հետ եթեր Մարինե Պետրոսյանը ասում եմ բայց մի րոպե դուք ինձ չթողեցիք որ ես երկար մի քիչ ավելի խոսամ բայց ժամերով խոսում էր ինքը ես պետքա տեղը հանեմ
ու սկսում է փորձել արդարացնել իր ասածը, ինչ որ ձև մի քիչ sense ձևափոխել, որ չստացվի, որ ինքը արդարացնում է ահաբեկչությունը, բայց փաստացի ինքը ուղիղ ասեց, այո, ես արդարացնում եմ ահաբեկչությունը ու տենց վերջացավ այդ դրանք։ Դե իրանք գիտես ինչ են անում, սարքում թուրք-ադրբեջանական այդ պահանջների կատարում բան դրա ինչու են անում, որպեսզի ամեն կերպ դիվականացնեն այս իշխանությանը ու ցանկացած մեթոդներ դեմ պայքարելու դառնա նորմալ, բայց արդարացվի, բայց այդ ահաբեկչությունը գիտես ինչի հետ էր համեմատում ինքը, որ ասում էր դուք Չէ, հետո ինքը փորձում էր, որ արդեն հաղորդավարը ասեց ինչի? Սասնածառերի։ Չէ, ավելի ֆանտաստիկ միտքեր է։ Մենք անդրադարձանք այդ ամեն ինչին։ Հենց որ ինքը որոշեց, որ ինքը պետքա տենց մտափոխ լինի ու փորձի արդարանալ։ Չեմ ուզում այդ բառը օգտագործեմ, բայց զազնիթ կռուտի տանի, թե ինչ էր ինքը նկատի ունեցել այս ամեն ինչի մեջ, ասեց նժդեն, ասում է, որ Լեռնահայաստանի այդ հատվածում կռվում էր ինքը ջարդում էր փշրում էր երրորդ զավթողների հաղորդավարը տենց բան չարեց ժամանակ եւ նյարդեր չհատկացրեց այդ ամեն ինչին բայց ես առհասարակ կարծում եմ որ հա հասկանալի է տենց Մանի Պետրոսյանի չփակինք թեման փակինք կարծում եմ բան չի իրանք եթե ասում են որ KGB-ի հետ աշխատելը նորմալ է ուրեմն փակելն էլ է նորմալ բայց ամեն դեպքում մենք դա չենք ընդունում եւ դա չենք ողջունում Դու թեմա ունես առաջարկելու թե Չէ, ես շարունակեմ։ Հա, քո թեման շարունակի։ Հա, ես նաև մի հատ տենց փորձ ուզում էի անցած մեր ելույթին, մեր անցած հաղորդաշարի ժամանակ, որ վերջում քննարկեցինք բլոգերների շրջանում այդ հարցը։ Հա, ես մի քիչ ավելի տենց խորքային հետազոտեցի իրավիճակը։ Բանը փոխվել։ Առանձնապես բան չի փոխվել, ուղղակի տենց որպես տենց որոշակի շտկումներ անենք, որ չստացվի, որ սխալ ենք այդ միտքը արտահայտել, այդ իր այդ տեսանյութը, որ իր դեմ էին օգտագործում, որտեղ որ ինքը ասում էր, որ այդ սերունդը, որը որ չի տեսես ասա մարտի 1 եւ այլն։ Հա, դա փաստորեն վերջերս է եղել, այսինքն մոտ 2 շաբաթ առաջ։ Այսինքն ոչ 2021 Հա, ես տենց չէի նայել, ես իր տեսանյութը չէի տեսել, ես տեսել էի իրան մեղադրողների տեսանյութը ու տեղից ենթադրելի որ դա ենթադրաբար 21 թվականին է եղել, հա ինչի համար ես կարծում եմ փոքրիկ ապատեկատվություն է, բայց դա տենց ոչ մի հանցավոր բան չկար դրա մեջ, բայց իմաստը չի փոխվում։ Հա, բայց ու ինքը գովազդում էր Boom TV ոդկասթների կամ հարցազրույցների շարք, որտեղ որ հրավիրվում էին քաղաքագետներ, ԿՀ անդամներ եւ այլն, տենց ընտրական process-ին մասնակից մարդիկ, ովքեր որ պատմեն ընդհանրապես այսինքն քաղաքական ինչ-որ կուսակցության կողմից չի եղել, որ ինքը մնացել է իրա։ Բայց քո ասած friendly fire-ը, որ իրան դեմ խոսացողները կրակում էին իրանք գաղափարներին կամ ընկերներին, մնում է նույնը, որովհետև ես նայեցի որոշակի 3 հարցազրույց, տենց X2-ի վրա նայել եմ, արագ ու տեղ պատմում էին, թե ինչպես էին օրինակ նույն հակ համակիրները ծեծվում թռուցիկներ բաժանելու համար, այդ DVD-ները բաժանելու համար ինչ-որ բան սովորական ընտրական process-ին մասնակցելու համար հետապնդվում էին գրասենյակներն ոստիկանությունը գրոհում, ջարդում, փակում, կապակնիկում, տեխնիկան տանում, համակարգիչներ եւ այլն։ Հա, մեքենայի բեռնախցիկում այդ լցոնումները ու պատմում էին բոլոր ընտրություններից սկսված, այսինքն 98-ից մինչ 2018 անգամ։ Հա 96-ից ես տես չեմ ֆիքսել տարեթվերը, որի մասին խոսում եմ, բայց ամեն տարվա մեջ ուղղակի ավելի ու ավելի էր ինչ-որ մեթոդներն էր փոխվում, ամեն մի անգամ ինչ-որ մի նոր բաներ մտնում, գործիքակազմ էր մտնում, բայց մեծ հաշվով ոչ մի բան չէր փոխվում, ընտրությունները փաստացի մնում էին կեղծված կամ գոնե ոչ ճշգրիտ Եթե նույնիսկ 2017 թվականին նոր գործիքակազմ չէ սկսվել, որը փաստացի ստացվում էր, որ հա, բայց արդար ընտրություններ է եղել, բայց տեղամասում թիվ չեն նկարել այդ այրը։ Ես այդ ժամանակ օրինակ եղել եմ վստահված անց երկդաշինքից, ինձ օրինակ ավելի զարմացնում էր այն փաստը, որ ոչ թե իրանք գրոհում էին ընդդիմադիր վստահված անձանց կամ ինչ որ անկախ դիտորդական, այլ իրենք իրար մեջ էին իրար սպանում, որովհետև մի տեղամասում մի 6-7 հոգի տենց տեխնացու էր
ու ամեն մեկը փորձեր իր վստահված անձին կամ իր դիտորդին մտցներ, բայց քանի որ մի կուսակցությունից մի դաշինքից երկու դիտորդ կամ վստահված անձ չէր կարող լինել, իրանք փորձում էին տենց վարկյանների այդ ստոպ ֆոտո ֆինիշը որ կա բանում թեթև ատլետիկայում, տենց ֆոտո ֆինիշով ես առաջինն եմ մտել տեղամաս, ես պետք է այստեղ կանգնեմ, որովհետև իրանքի ամեն մեկը ինչ որ այս ռեյտինգային բան կա, ռեյտինգային է։ Մեկը չեկավ, բան։ Որովհետև ռեյտինգային թեմա կա։ Ու Հայկ Մկրտչյանին մեղադրել, որ ինքը դրանով գովազդում է ԿՊ-ին, հա, ուրեմն թող իրանք համարեն, որ գովազդում է ԿՊ-ին, որովհետև ԿՊ-ն արդար կապացիտրությունների, որոնք որ իրանք փորձում են գլուխ են ջարդում ինչպես բողոքարկեն, բայց չեն կարողանում, որովհետև չես ինչը բողոքարկես։ Ու հա, նաև անդրադառնում են, որ ինքը Հայկը ասում է, որ մասնակցելու է մի սերունդ, որը որ չի տեսել այդ մահացած մարդկանց քվեարկությունները, մեկը տակը գրել է, որ սուտ եք ասում 23 թվականին Երևանի ավականու ընտրություններին ցուցակում եղել է մահացած մարդ, բայց իրանք չեն հասկանում, որ այդ ցուցակում եղել է մահացած մարդ, բայց եղել է ու դե հիմա եղել է ոստիկանությունը չի կարող վարքյանական ճշտությամբ դա անի։ Իսկ այն ժամանակ այդ մահացած մարդիկ գալիս էին, իրանք ձայնը տալիս էին մեծամասամբ մի 2-3 կուսակցության հաշված եւ տենց մի խոսքով տենց անցնենք բենզինի ներկրմանը։ Անցնենք Փակելով այդ թեման։ Ինչպես գիտենք, Հայաստան Ադրբեջանից բենզին ներկրվեց Վրաստանի տարածքով, երկաթգծով եւ գիտես ինչն էր բան, որ ասում էին գնի վրա ազդելու է, այդ կարևորը դիտա ասեք, մեկը գնի վրա չի ազդելու բանը։ Հիմա պարզվեց, որ միջին գինը 520 դրամ է, իսկ Ադրբեջանից եկած բենզինը 440 դրամով է վաճառվում։ Ու այդ պրեմիումն է 520 ու պրեմիումը հիմա դառնում է 440։ Իսկ եթե մենք sense երևակայենք, որ ոչ թե երևակայենք, այլ ինչ որ մի պահ երևի ռեգուլյար ոճի ռեգուլյար տեսակի բենզին որ ներկրվի, դրա գինը բնականաբար անգամներով ավելի էժան կլինի, քան այս 440։ Չէ, ոնց։ Չէ, ասում են Ադրբեջանը չունի պրեմիում։ Ռեգուլյար։ Ես պրեմիում եմ ամեն դեպքում չխորանանք, բայց ակնհայտորեն գնի վրա նույն տեսակի բենզին 520 դրամ է, հիմա ադրբեջանական ներմուծվածը 440 դրամ է։ Այսինքն գնի վրա էլ ազդելու եւ հիմա կես ասում եմ, վայ, ես չեմ լցնելու, բայց ակնհայտ է, չէ, որ Facebook-յան այդ իրականությունը չի գործում իրականություն, այսինքն հաճախ հարցեր են լինում, երբ Facebook-յան եւ գետնի վրա իրականությունը որևէ կետում անգամ չեն հատվում, որևէ։ Սա այդ իրավիճակներից է, ես վստահ եմ, որ այդ վայնասունը շատ կներեք, որ կա Facebook-ում, չի լինելու իրական կյանքում, մարդիկ առաջնորդվելու են ռեալ տնտեսական հաշվարկներով adekvat որոշումներ են կայացնելու։ Նայելու են, որն այժմ դեղից է լցնելու են, նայեն, որն է ծերնդու դեղից է լցնելու են, դեղից է օգտվելու են։ Ու այս բենզինի կալը ոչ միայն տնտեսական բան է, այլ նաև այդ խաղաղության օրակարգի թեման է, որ երկու երկրներ երբ ունեն իրար մեջ տնտեսական հարաբերություններ, երբ ունեն տնտեսական շահ, երբ դա վերաճի երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների եւ շահի հերթական դա քայլը կլինի, որով պատերազմը ավելի անհավանական կդառնա։ Ես չեմ ասում, որ որևէ գործոն չկա, որը պատերազմը կբացառի։ Ոչ միայն պատերազմ, ցանկացած գործողություն բացառելու մեխանիզմ գոյություն չունի։ Այո, բայց գործիքների տարբեր գործիքակազմերը նպաստում են, որ պատերազմը ավելի ոչ ձեռնտու դառնա կողմերի համար։ Կլինի ճանապարհների ապաշրջապակումը, կլինի առևտուրը, կլինի գազատարների անցումը, քաղաքական տարբեր հարաբերությունները, իրարից ռիսկեր ու վտանգներ չտեսնելը եւ այլն եւ այլն։ Բայց այդտեղ հարցը այն է նաեւ, որ այդ ամեն ինչը Facebook-ում, TikTok-ում, տենց շատ կտրուկ եւ տենց խոսում, բայց մենք երեք անդրադարձանք, չէ, անցած մեր թողարկմանը անդրադարձանք, երեք չէր, դա մեկ շաբաթ առաջ էր, եթե ինչ, հա, մեր դիտողների համար անդրադարձանք, որ այդ ամեն ինչը առևտուրը, խոսալը, շփվելը եւ այլն եւ այդպես շարունակ, դա Վրաստանում, չէ, դա Վրաստանում վերջանում է։ Վրաստանում կա, Ռուսաստանում կա, աշխարհի բոլոր տեղերում, ասենք Ռուսաստանում հարևանություն, բարեկամություն ու բանը, իրար աղջիկ տղա են տալիս, ամուսնացնում, բիզնես են անում իրար հետ։ Մեզ ռուսաստանցի հայերը ինչի են մեղադրում, ասում էին մենք ադրբեջանցիների աչքին, որ պատերազմը պարտվել եք, չենք կարող նայենք երեսներին, տենց մենք այն վաղ վերևից էինք նայում իրանց, ավելի տենց վերևից էին հետները շփվում։ Հիմա տես մի քիչ նրանք են վերևից իրանց հետ շփվում, էլի դա եղե փոխվել իրանց բանով։ Դե իրանց կարելի է, բայց շփվել են, հա։ Իրանց կարելի է։ Հիմա ասում են դուք մի շփվեք։
Հա, ընդհանրապես մի շփոթ։ Չէ, դե բենզինը վրա ասում են, չեմ հիշում որ գրել, որ բենզին բանը ինչ էին գրել, երկրորդ անասնա բենզինը թե ինչ։ Հիմա որովհետև ցորենը եկավ, չգիտեին ինչ կպցնեն, ասեցին անասնակեր է, դա ցորեն չի։ Հիմա բենզին եկավ, բականի վրա կազդի։ Բանա, ռեգուլյար չէ, բանա, պրեմիում չէ, ռեգուլյար է։ Այսինքն բենզին չի, բանը, ջուրը։ Հա։ Տենց, հա դե թույնա խառնած բենզինը։ Ամեն մեկը մի բան կարա ասի ինչ խոսք, բայց ես Վրաստանը ինչի հիշատակեցի, որտեղ Վրաստանում ակտիվ գործում է ադրբեջանական այդ վառելիքի սպասարկման կետերը, հիմա անունը չտամ որ գովազ չլինի իհարկե, բայց Վրաստանում շատ են, Վրաստանում կա մի քանի եվրոպական ու նաև շատ են ադրբեջանական ու այդ Երևան-Բաթումի ճանապարհի վրա դե freeway-ը ու շատ չկա այդ freeway-ի վրա կա ադրբեջանական բենզալցակայան, որտեղ որ հայերը բենզինել են լցնում, մտնում են խանութ առաքել են, հենց որ մարդիկ adekvat որոշումներ են կայացնում իրենց առօրյա կենցաղում։ Դա շատ ողջունելի է։ Ադրբեջանի դրոշը, դե որտեղ ադրբեջանական բրենդ է դա, բայց ստեղ իհարկե։ Բայց ես ուզում եմ մի ուրիշ լավ նորությունով փակենք հաղորդումը, որովհետև արդեն կարծես մոտենում է մեր ժամը, ու ես առաջարկում եմ այս լավ նորությամբ փակենք։ Հələ նոր եմ կարդում, հերնագին եմ կարդացել։ Մինչ մենք թողարկենք, սա արդեն շատ թարմ չի լինի, բայց Հայաստանի հետ սահմանի թուրքական Ալիջան անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները։ Թուրքիայի եւ Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները, այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում Ալիջանի սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ եւ նախապատրաստական միջոցառումներ, գրում է Էրմենի Հաբերը, հղում անելով թուրքական Եսլիկ-Դիրին։ Հրապարակման համաձայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև 44 բարեբերությունից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստել է տարածաշրջանի կարգավորմանը եւ այլն։ Նշվում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն, այն միացնելով Քարաքոյոնլու շրջանի Խաչմերուկին եւ Զանգեզուրի ճանապարհին։ Ինչը հնարավորություն կտա բարելավել կապը Իգդիրի ուղղությամբ եւ բարձրացնել տարածաշրջանային առևտրի ու լոգիստիկ հնարավորությունները։ Դա տարածքային Գյումրիին է մոտ թե դու տեղյակ ես։ Ալիջանը։ Հա։ Չէ, Ախուրիկ ակալակը այնտենց ինչ-որ մի բան էր։ Ալիջանը ուրիշ տեղ է, չգիտեմ։ Հասկացա։ Մուշի կողմն է Ալիջանը, չգիտեմ ուր է կարելի գտնում։ Երևի Սյունիքի մարզին ավելի մոտ։ Չէ, Սյունիք, Թուրքիան։ Հասկացա։ Սենց բան քարտեզս բան եղավ մի քիչ շեղվեց դե Արմավիրի մարզն է մեր մոտ Արմավիրով կնի Արմավիրի մարզն է հա բայց Ալիջանը Արմավիրին կգտնի էլի Արմավիրի ճանապարհին որտեղ ուզում է կպնի քայվերը Հայաստանի ինքնիշխան տարածքին է կպնելու Մարգարանա դե Մարգարանա ուրեմն Արմավիրի մարզն է ու այս նորությունը Ալիջան Մարգարա էր Ախորիկը ուրիշ այս նորությանը իհարկե որոշ մարդիկ ընդունել դիմավորելու են տենց սրերով բայց իրականում հասկանալով որ խաղաղության գործընթացը առաջ է գնում իրականում հասկանալով որ իրենք որևէ շանս չունեն իրականում հասկանալով որ դա ուղղակի խոսույթներ է խոսակցություն է տակ պահելու ինչ որ վերնագրեր գրելու համար ու ընդամենը մի 2 ամիս հետո երբ որ ճանապարհը ռեալ բացվի իրենք ուղղակի ջախջախված դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից ընդհանրապես ջախջախված որովհետև դե հիմա ինչ որ տես հույսեր են պահպանվում քաղաքական օրակարգը սպառվել է ամեն ինչից վեր էլ տաքսի են վարում շտոկ ձեկագներ հիմա իրանք այդ ամեն ինչից հետո երբ որ այդ տրիպը բացվեց եւ Թուրքիայից ամանն է բացվեց եւ ռեալ մի գնացք մի բեռնատար անցավ այդ ճանապարհով Ադրբեջան, Թուրքիա, Հայաստանի տարածքով ու Հայաստան իր բեռները տարավ, Հայաստան բեռներ եկան, այդ մարդիկ քաղաքական դաշտից գիտես ոնց են վերանալու։ Ես չգիտեմ ինչն է իրանց պահելու, անհնար է արդեն վերջ։ Դե ցորենի դեպքում հիմա իրանք ուղղակի արհեստական շնչառության ապարատներով սիրտը աշխատում է, ուղեղն են անջատված, միայն սրտի հաշվին ապրում են։ Հիմա վերջապես այդ էլ որ եղավ, իրանք ընդհանրապես կենսաբանական եւ չգիտեմ իրանց քաղաքական իմաստով մահա կնացվելու է։ Հա, դե ցորենի օրինակը պարզ այդ ամեն ինչ ցույց տվեց, ոնց որ բոլորը որ նա իրանք ակնկալում էին, որ Հայաստանը այդ ցորենի ինֆորմացիայից հետո դառնալու է բան գլյուտեն ֆրի, ոչ մեկ էլ հաց չի ուտելու, ընդհանրապես ինչ որ ալյուվից, հա, ու այդ հաց խանութում հաց են տենալու, բան են անելու,
սրով ծակելու որովհետեւ մեր ժողովրդին չեն ճանաչում այդքան բան։ Հա, իրանք ճանաչում են իրանց պատկերացումով, որ գիտեն բոլորը իրանց բանով են, իրանք անվանումներ տալիս են։ Հա, իրանք տենց են, իրանք այդ կարծիք ունեն մեր ժողովրդի մասին, բայց հաշվի չեն առնում, որ մեր ժողովուրդը վաղուց եւ ընդհանրապես այդպեսին չի եղել ու չի։ Այդ ամեն ինչ ամենավառը գիտես երբ էր երևում 2000 այն որ բանն էին հայրենիքն էին փրկում են փշն որ կար այդ ժամանակ որ այդ ինչ որ շատ թանկարժեք մուշտակներով բարձանում էին Range Rover-ներով հա գալիս էին հրապարակ ու տենց այդ բանով տենց ինչ որ վրաններում տենց վիպ վրաններում ես տենց luxury ինդիմություն երբեք չէի տեսել հիմա են նոր ծևովներն մեր ծևովներն են որ կրակներով զոնտիկներով հա իրանք upgrade են եղել որտեղ այն ժամանակ բան էին դնում ժողովրդի համար ովքեր որ ցույց էին անում ոչ կային դնում մեջը բան են այն որ Դեթրոյթի վատ ժամանակաշրջանների նման տես բարձիկ sense տականում էր իրանք տենց մուշտակներով չի եմել իսկ հիմա սրճանի գազով աշխատող բաների կրակներից են բերում ցիվիլ նորագույն տեխնոլոգիաներ մենք զարգացնում ենք հայոց ընդդիմությունը այսքանը եւ այսքանը այսօրվա համար բայց ես շաբաթվա այո հնարավորինս անդրադարձանք այո դե մենք նկատում ենք որ դրական աճ կա դիտումների եւ արձագանքների այնց որ դա մենք ընդունում ենք որպես նշան, որ մենք շարունակելու ենք մեր այս զրույցները անպայման։ Կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի, իսկ դուք սիրելի հետևորդներ, անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, մեր Facebook-յան ալիքին եւ հավանեք այս տեսանյութը ու տարածեք։ Լայքեք, կոմենտեք, մենք կարդում ենք բոլոր կոմենտները եւ ամենահետաքրքիրին կանդրադառնանք։ Այո։